Բարի եւ օրհնյալ առավոտ, սիրելի հարազատներ։ Հիսուս Քրիստոսի անունով օրհնում եմ յուրաքանչյուրիս։ Աստծո շնորհը եւ խաղաղությունն եմ կանչում յուրաքանչյուրիս վրա։ Թող Աստծո խոսքը գա մեր կյանքերի մեջ։ Այսօր որ խոսում ենք Աստծո խոսքը, թող մտնի մեր մեջ։ Աստծո խաղաղությունը հաստատվի մեր մեջ։ Մեր սրտերը բացվեն Հիսուս Քրիստոսի համար, որ խաղաղության իշխանն է, որ չնայած մեր շուրջը, մեր երկրի շուրջը հենց կատարվող այս իրադարձություններին մենք չգնենք վախի ու ցավի ու սարսափի մեջ, այլ Աստծո խաղաղությունը մեր մեջ հանգիստ լինենք, հասկանալով, ընդունելով, որ կատարվում են աստվածային մարգարեությունները։ Թող Տիրոջ լույսը գա մեր մեջ, թող Տիրոջ ողորմությունը գա մեզ վրա, թող Սուրբ Հոգին գործի մեր մեջ եւ մեզ դարձի բերի, որ մենք դառնանք Աստծո ժողովուրդը, Աստծո ժառանգները, որ մենք վերստին ծնունդ ապրենք, Հիսուս Քրիստոսին հավատարիմ դառնանք եւ նրա զորությամբ եւ նրա պաշտպանության տակ լինենք, նրա արդարությամբ արդարացված։ Թող Տիրոջ շնորհը ծածկի մեզ։ Հիսուսի անունով աղոթեցի։ Ամեն։ Վերադառնում ենք Հռոմեացիների նամակի մեկնաբանությանը ըստ իմ հովիվ Էբո Էսելի եւ խոսում էինք առաքյալների մասին, որ առաքյալները նշանակված էին, կանչված էին Հիսուսի կողմից հատուկ առաքելությամբ եւ այդ առաքելությունը իր ավետարանը տարածելն էր եւ եկեղեցին հիմնադրելն էր, կառուցելն էր, ոչ թե շենքը, այլ ավետարանով հավատքի եկած մարդկանց սովորեցնելը այն, ինչ Հիսուս Քրիստոսն էր սովորեցրել, նրանց մկրտելը, նրանց ուսուցանելը, հավատքի մեջ հաստատելը։ Եվ սա կարևոր է նաև նրա համար, որպեսզի մենք չխաբնվենք, կեղծ ավետարան չընդունենք, կեղծ առաքյալների ու քարոզիչների չլսենք։ Հիմա շարունակենք այսօրվա բաժինը։ Հիսուսի առաքյալները հանձնարարություն ունեին Հիսուսից բերելու այս խոսքերը եկեղեցուն, մեզ, հավատացյալներին։ Եվ միայն Հիսուսի եւ առաքյալների խոսքերին հետևելով է, որ մարդը կմնա ճիշտ ճանապարհի վրա, եւ նրանց խոսքերը գրված են Աստվածաշնչում։ Այսպիսով եկեղեցին միշտ ունեցել է կեղծ քարոզիչների, Աստծո խոսքը փոխակերպողների խնդիրը, եւ եթե այս մարդկանց ենթարկենք Աստվածաշնչյան քննությանը, ապա նրանք չեն համապատասխանում Հիսուսի առաքյալ լինելու չափանիշներին։ Աստվածաշունչը իրականում շեշտում է, որ այս մարդիկ վտանգավոր են։ Սուրբ Գիրքը նրանց անվանում է գայլեր ոչխարի հագուստով։ Մենք Սուրբ Գրքում բազմաթիվ զգուշացումներ ունենք նրանց վերաբերյալ, թե Հիսուսից, թե հենց իրական առաքյալներից։ Այժմ մենք եւս ապրում ենք ավելի մեծ խաբեության, մոլորության ժամանակաշրջանում։ Մենք ապրում ենք մի ժամանակում, երբ մոլորությունը մարդկության պատմության մեջ ամենալայնածավալն է, ամենախորն է, շատ դժվար նկատելի է եւ ավելի հասանելի է տեխնոլոգիայի պատճառով։ Այժմ խաբվելը, սխալ ուղղությամբ գնալը, հերետիկոսության տրվելը շատ ավելի հեշտ է, քան այն օրերին, երբ այս գրությունները գրվում էին։ Պողոսն ասել է, որ վերջին օրերում մարդիկ իրենց համար ընդունելի, հաճելի, սիրելի ուսուցիչներ կընտրեն, որոնք կասեն այն, ինչ իրենք ցանկանում են լսել, քան թե ճշմարտությունը։ Կարդանք 2 Տիմոթեոս նամակի 4 գլխի 3-ից 4 խոսքերը, որովհետև ժամանակ կգա, որ ողջամիտ վարդապետությունը չեն հանդուրժի, այլ իրենց ցանկություններին համապատասխանող եւ իրենց ականջներին հաճոյախոսող ուսուցիչներով կշրջապատեն իրենց։ Նրանք իրենց ականջները ճշմարտությունից կդարձնեն ու առասպելներին հետևելով կմոլորվեն։ Մեր օրերում տեխնոլոգիայի շնորհիվ դա շատ ավելի հեշտ է անել։ Նրանց ժամանակներում ինտերնետ չկար, նրանց ժամանակներում YouTube ու TikTok չկար։
Եթե դու տեղական եկեղեցու անդամ էիր, ապա ունեիր միայն այն ուսուցումը, որ գալիս էր քո տեղական եկեղեցուց, քո հովվի միջոցով։ Բայց մեր օրերում հարյուրավոր ու հազարավոր ճիշտ ու սուտ քարոզիչներ կան տարբեր լեզուներով, որոնց շատերը լսում են։ Հիմա եկեք դիտարկենք Հիսուս Քրիստոսի ճշմարիտ առաքյալի աստվածաշնչյան նշանները, չափանիշները, բայց մինչև դրան անցնելը, խոսքը նրա մասին չի, որ մենք ուրիշին չպետք է լսենք։ Հիշում եք, նախկինում էլ ասել ենք, ում որ լսում ենք, պիտի լինի նպատակը, որ այդ մարդը մեզ ուղղի դեպի Քրիստոսը, որ մենք ավելի շատ լսենք ու ընդունենք Քրիստոսին ու Քրիստոսի առաքյալներին։ Իսկ հիմա անցնենք ճշմարիտ առաքյալի աստվածաշնչյան նշաններին ու չափանիշներին։ Մենք ապրում ենք մեծ խաբեության ու մոլորության դարում։ Սա անընդհատ ասում եմ, որպեսզի մեզ համար հասկանալի լինի։ Ինչպես նաև առողջ հիմնավոր աստվածաշնչյան ուսուցման պակասի ժամանակահատվածում։ Աստվածաշնչի գիտելիքի սուր անտեղյակության պայմաններում։ Քրիստոնյաների մեծ մասը չի կարդում իր աստվածաշունչը, սա փաստ է։ Քրիստոնյաների մեծ մասը չի ուսումնասիրում իր սեփական աստվածաշունչը։ Սա ոչ թե մեղադրանք է, այլ դժբախտ փաստ։ Մեզանից շատերը կանոնավոր, խորությամբ եւ ուսումնասիրված կերպով չեն կարդում աստվածաշունչը։ Ուստի կա աստվածաշնչյան գիտելիքի մեծ անտեղյակություն եւ հավատացյալներից շատերը, եկեղեցում շատերը վարժեցվել են չցանկանալու լսել առողջ աստվածաշնչյան ուսուցում, այլ իրենց ականջները շոյող ուսուցումներ լսել, որոնք ճշմարտության նման են հնչում, բայց աստվածաշնչի տեսակետից սուտ են։ Սա մի վիճակ է, որի հետևում սատանան է կանգնած։ Մենք կոչված ենք կարդալու մեր աստվածաշունչը։ Աստվածաշունչը Աստծո միակ խոսքն է։ Աստծո այլ խոսք չկա։ Սուրբ գրքերը միակ Աստծո խոսքն են, որ ունենք, եւ դրանք գրված չեն միայն մեզ, քրիստոնյաներիս համար։ Գիտեք, որ Աստվածաշունչը ամբողջ մարդկության համար է։ Այնտեղ կան խոսքեր, որոնք ուղղված են անհավատներին, եւ մենք պատասխանատվություն ունենք, որ դրանք հասցնենք նրանց։ Մենք կոչված ենք քարոզելու Հիսուս Քրիստոսի ավետարանը։ Նույնիսկ այնտեղ կան աստվածաշնչյան նախազգուշացումներ անհավատների համար։ Ուրեմն Աստվածաշունչը Աստծո խոսքն է ողջ մարդկության համար։ Այս ամբողջ ձևավորված մտածելակերպը, որ չկարդանք, չուսումնասիրենք ու չիմանանք մեր Աստվածաշունչը, տարածվել է կեղծ ուսուցիչների, կեղծ մարգարեների եւ կեղծ առաքյալների միջոցով, որոնք եկեղեցում հավատացյալի կյանքում կատարում են սատանայի գործը։ Նրանք սատանային են ծառայում։ Գիտակցում են, թե չէ, չեմ կարող մեղադրել։ Աստված Սուրբ գրքում բազմիցս մեզ զգուշացնում է նման մարդկանց մասին։ Եկեք հիշենք, թե ինչ եղավ Մատթեոսի ավետարանի 16-րդ գլխում։ Սատանան ներթափանցեց Պետրոսի մտքի մեջ եւ փորձեց նրան օգտագործել Քրիստոսի դեմ։ Երբ Պետրոսը ասաց. «Ոնց թե դու պիտի խաչվես, չեմ թողնի», այսպես Պետրոսը կարծելով լավ բան է անում, ուղղակիորեն գնում էր Աստծո կամքի դեմ։ Եվ օգնում էր սատանային։ Պետրոսը կարծում էր լավ բան է անում։ Նա ընդամենը կարծում էր չի ուզում Աստծո որդին Հիսուս Քրիստոսը խաչվի։ Եվ նա օգնում էր սատանային, բայց նա դա չգիտեր։ Երբ մենք մտածում եւ ուսումնասիրում ենք այս թեմայի շուրջ, մի բան ենք հասկանում, որ ոչ ոք ապահովագրված չէ մոլորվելուց։ Քրիստոսից եւ նրա առաքյալներից բացի, որոնց ուսմունքը մենք ունենք Աստվածաշնչում, չկա որևէ ծառայող, որևէ հավատացյալ, որ ինքնաբերաբար անձեռնմխելի լինի մոլորությունից։ Ինչպես տեսանք, Պետրոսը եւս անձեռնմխելի չէր։ Նույնիսկ Պետրոսը սայթաքեց։
Հիսուսը նրան հանդիմանեց և հետո նա կրկին սխալվեց։ Հիշում եք Գաղատացիների նամակում, երբ Պողոսը հրապարակավ հանդիմանեց Պետրոսին, ավետարանը սխալ ներկայացնելու համար։ Ինչ էր տեղի ունենում։ Պետրոսը հեթանոսությունից քրիստոնյա դարձած դարձի եկած քրիստոնյաների հետ նստում ու հաց էր ուտում, բանի տեղ չդնելով, որ ինքը հրեա է։ Իսկ երբ հրեա քրիստոնյաները եկան, նա դադարեց դա անել ու այդպիսով սխալ կերպով ներկայացրեց Քրիստոսի ավետարանը, իր վարքով։ Այդքան լուրջ էր ավետարանի ճշմարտության պաշտպանությունը նրանց համար։ Բայց ոչ ոք ինքնաբերաբար անձեռնմխելի չէ մոլորությունից, որպես ծառայող, որպես հովիվ, որպես հավատացյալ, ոչ մեկս ավտոմատիկ կերպով ապահովագրված չենք մոլորության մեջ ընկնելուց։ Պողոսը Թիմոթեոսին ասաց երկրորդ Թիմոթեոս նամակում. «Չար ու խաբեբա մարդիկ չարության մեջ առաջ կգնան, մոլորեցնելով ու մոլորվելով, բայց դու հաստատուն մնա այն բաների մեջ, որ սովորեցիր ու հավատացիր, իմանալով, թե ումից սովորեցիր, որտև մանկուց գիտես Սուրբ Գիրքը, որոնք կարող են քեզ իմաստուն դարձնել փրկության համար, այն հավատի միջոցով, որ Քրիստոս Հիսուսով է»։ Ամբողջ գիրքը Աստվածաշունչ է և օգտակար ուսուցանելու, հանդիմանելու, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար, որպեսզի Աստծո մարդը լինի կատարյալ, պատրաստ ամեն բարի գործի։ Քարոզիր Աստծո խոսքը, պատեհ թե անպատեհ առիթով, հանդիմանիր, սաստիր, հորդորիր ամենայն համբերատարությամբ և վարդապետությամբ։ Դու ամեն ինչում արթուն եղիր, նեղություններ կրիր, ավետարանչի գործն արա, քո պաշտոնը կատարիր։ Երբ որ մոլորեցնում ես մեկին, դու ինքդ էլ ես մոլորվում։ Երբ որ քարոզում ենք սխալ ավետարան, մենք ինքներս խորանում ենք մեր սխալի մեջ։ Ոչ ոք ինքնաբերաբար պաշտպանված չէ մոլորությունից։ Դրա համար Պողոսը քաջալերում է, ասում է. կարդացեք, սովորեք, ուսումնասիրեք ձեր Աստվածաշունչը, որտեղ դա է Աստծո խոսքը։ Միայն ըստ դրա կարող ենք քննել և իմանալ ճիշտն ու սուտը։ Եվ այդ մասին Սուրբ Գիրքը մեզ շատ է զգուշացնում։ Մենք շատ հեշտությամբ կմոլորվենք, որտեղ չգիտենք Աստվածաշունչը։ Ահա մի փաստ, նոր կտակարանում կա 27 գիրք։ 27-ից 26-ը ուղղակիորեն կամ անուղղակիորեն անդրադառնում են կեղծ ուսուցման, կեղծ ուսուցիչների խնդրին։ 26-ը։ Որոշ գրքեր հատուկ գրվել են հենց այդ խնդիրը հասցեագրելու համար։ Օրինակ, 2 Տիմոթեոս նամակը, 2 Պետրոս նամակը։ Բայց մյուսներն էլ այդ 26-ը այս կամ այն կերպ անդրադառնում են կեղծ ուսուցման, կեղծ վարդապետության թեմային։ Որպես հավատացյալ, որպես Քրիստոսի հետևորդ, դու պետք է ունենաս աստվածաշնչյան գիտելիք և իմանաս, թե ինչպես զանազանել սուտը ճշմարտությունից։ Կամ ավելի ճիշտ ասած, դու պետք է կարողանաս տարբերել ոչ միայն ճշմարտությունը ստից, այլ պիտի կարողանաս զանազանել ճշմարտությունը գրեթե ճշմարտությունից։ Եվ հենց այստեղ է խնդիրը, այստեղ է դժվարությունը, որտեղ բացարձակ սուտը շատ հեշտ է իմանալը։ Եթե ունես 98% ճշմարտություն և 2% սուտ, այդ 2% սուտը գտնելը, զանազանելը շատ դժվար է։ Եվ 98% ճշմարտություն և 2% սուտը արդեն լրիվ սուտ է, որտև մի պուճուր հունց խմորը փչացնում է ամբողջ խմորը։ Ինքը Հիսուս Քրիստոսը զգուշացրեց իր աշակերտներին Մատթեոս 7:15-ում, ասվում է. «Զգույշ եղեք սուտ մարգարեներից, որ ձեզ մոտ են գալիս ոչխարի հանդերձով, բայց ներքուստ հափշտակող գայլեր են»։ Ապա Մատթեոս 24-ում Հիսուսը խոսում է այն մասին, որ պետք է զգույշ լինենք, որպեսզի չխաբվեք,
որտև շատերը կգան իմ անունով, ասաց նա։ Այդ խոսքում Հիսուսը մեզ զգուշացնում է, որ հենց եկեղեցում կլինեն մարդիկ, հենց հավատացյալ տեսքով, նույնիսկ քրիստոնյաներ, որոնք Սուրբ գրքի սխալ մեկնաբանության միջոցով ձեզ մոլորության կտանեն։ Կարդանք Հիսուսի այս զգուշացումները Մատթեոս 24-ի 4-5-ում և 24-րդ համարները։ Հիսուսը պատասխանեց ու ասաց նրանց. «Զգույշ եղեք, որ որևէ մեկը ձեզ չխաբի, որովհետև շատերը իմ անունով կգան և կասեն. Ես եմ Քրիստոսը, և շատերին կմոլորեցնեն, որտև ելնելու են սուտ Քրիստոսներ ու սուտ մարգարեներ, և մեծ նշաններ ու հրաշքներ են ցույց տալու, որ եթե հնարավոր լինի, ընտրյալներին էլ մոլորեցնեն»։ Ապա Պետրոս առաքյալը իր երկրորդ նամակում նույնպես շեշտում է նույն բանը, նա ասում է. «Ժողովրդի մեջ եղան նաև սուտ մարգարեներ, ինչպես ձեր մեջ էլ սուտ ուսուցիչներ կլինեն, որոնք վնասակար հերձվածներ, հերետիկոսություններ կներմուծեն, աղանդներ և ուրանալով Տիրոջը, որ իրենց փրկագնեց, կներեք որտեղ էր, և ուրանալով Տիրոջը, որ իրենց փրկագնեց, իրենց վրա արագահաս կորուստ կբերեն, և շատերը կհետևեն նրանց անառակությանը, որոնց պատճառով ճշմարտության ճանապարհը պիտի պղծվի։ Ուրեմն սա մի բան է, որ եղել է ու նաև լինելու է մեզ համար, երաշխավորված է։ Հիսուսն ու Պետրոսը ասում են. «Լսեք, դուք կունենաք կեղծ ուսուցիչներ»։ Հարցն այն է. կարո՞ղ եք նրանց ճանաչել։ Վաղը կշարունակենք։